Ռուսաստանը հրթիռներով և անօդաչուներով լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի ամբողջ տարածքում, հատկապես թիրախավորելով Կիևի, Չեռնիգովսկի և Սումիի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքները։ Հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, կան բազմաթիվ վիրավորներ, իսկ 100,000-ավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջրի։ Ձմռանն ընդառաջ երկրի էներգահամակարգը կազմալուծելուն ուղղված արշավի շրջանակում։ Ռազմական այս սրացումը համընկնում է դիվանագիտական ճգնաժամի հետ, քանի որ չեղարկվել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովը, երբ Մոսկվան մերժել է անհապաղ հրադադարի առաջարկը, պնդելով, որ Ուկրաինան նախ պետք է համաձայնի տարածքային զիջումների։ Նիդերլանդներում ավարտվել են ՆԱՏՕ-ի խոշոր միջուկային զորավարժությունները։ Հոկտեմբերի 13-ին սկսված և 2 օրից ավարտվող հաստատուն կեսօր վարժանքի զգալի մասը նվիրված էր զենքի կիրառումից առաջ պաշտպանությանը, Մոսկվայից բխող ենթադրյալ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Զորավարժությանը, որում ներգրաված է 71 կործանիչ ՆԱՏՕ-ի 14 երկրից, տեղի է ունեցել Եվրոպայում ռազմական օբյեկտների շուրջ անվտանգության խստացման ֆոնին, կապված առերևույթ ռուսական դրոնների, Դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների հետ։ Զորավարժությունների ներգրաված են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի և Նիդերլանդների ռազմական բազաները։ Հյուսիսային Կորեան, խախտելով միջազգային արգելքները, արձակել է մի քանի սահմանափակ հեռահարության բալիստիկ հրթիռներ, ինչը տեղի է ունենում Ասիայում սպասվող կարևոր դիվանագիտական հանդիպումների նախօրեին։ Այս քայլը նախորդում է Դոնալդ Թրամփի այցին Ճապոնիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները կայսր Նարուհիտոյի և նոր վարչապետ Սանաե Տայկիչիի հետ։ Այնուհետև Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցությունը։ Ի պատասխան Ճապոնիան և Հարավային Կորեան հաստատել են իրենց մտադրությունը սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ, իրավիճակը վերահսկելու և տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար։ Դոնալդ Թրամփի Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին թմրանյութերի առաջնորդ անվանելը և տնտեսական պատժամիջոցներով սպառնալը կտրուկ սրել են երկու երկրների հարաբերությունները։ Ի պատասխան Պետրոն միջազգային հանրությանը կոչ է արել օգնել իր երկրին, դիմակայելու ագրեսիային։ Առաջինն արձագանքել է Վենեսուելան, ռազմական աջակցություն խոստանալով Կոլումբիային ընդդեմ Միացյալ Նահանգների գործողությունների։ Այս իրադարձություններին զուգահեռ Կոլումբիայի ներքաղաքական դաշտում ևս ուշագրավ զարգացումներ է տեղի ունեցել։ Դատարանը բեկանել է նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի դեմ վկաների վրա ճնշում գործադրելու մեղադրանքով կայացված դատավճիռը։ Չնայած հոկտեմբերի 10-ից գործող հրադադարի ռեժիմին, Գազայի առողջապահական մարմինները հայտնում են, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 87 պաղեստինցի։ Հրադադարը փաստացի տապալման եզրին է հայտնվել փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Իսրայելը պնդում է, որ իր զանգվածային հարվածները պատասխան են Համասի նախահարձակ գործողություններին, ինչը պաղեստինյան կողմը կտրականապես հերքում է։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։